Մարտի 16-ին նշվեց Մեծ Պահքի երրորդ կիրակին, որը կոչվում է Անառակի կիրակի։ Անառակ որդու վերադարձի մասին Քրիստոսի պատմած առակն է, օրվա ավետարանական ընթերցումը։ Առակը սխալն ընդունելու, զղջալու եւ ներել կարողանալու մասին է։ Մարդը իբրև արարած սխալական արարած է, որովհետև ունենալով ազատ կամք եւ բանականություն ամեն մարդ երբեմն կյանքի ընթացքին կարող է սայթաքել եւ եկեղեցին մարդուն այդ հրաշալի առիթն է տալիս, որպեսզի անդրադառնա իր անցած ուղուն եւ եթե կյանքի ընթացքին ինչ որ սխալներ է կատարել, անդրադառնա եւ զղջա։ Մեծ Պահքի պատարակները բազմամարդ են անցնում մայրտաճարում։ Պահքի հոգևոր խորհրդին եւ կարեւորությանը մարդիկ հիմա ավելի գիտակցված են մոտենում։ Օրվա ավետարանական առակից բխող հարցին արդյոք հեշտ է ընդունել սեփական սխալը եւ զղջալ դրա համար, այսպիսի պատասխաններ հնչեցին։ Իրականում ոչ այնքան, որովհետև մեր մարդկային հպարտությունը, եսասիրությունը եւ նաեւ սեփական սխալներն ընդունելը բավականին մեծ հոգևոր ներուժ եւ անդրադարձ է պահանջում։ Ինչու՞ չէ, նաեւ որպես քրիստոնյա կարիք ես ունենում հոգևոր առաջնորդների, հոգևոր հորդորների եւ առանց հոգևոր անդրադարձի եւ ներքին զղջումի, ներքին ապաշխարության չես կարող վերադառնալ հայրական տուն։ Եթե ապրում ես քրիստոնյային վայել կյանքով, իհարկե սխալը հեշտությամբ ես ընդունում։ Ցավոք սրտի ոչ, ու մենք տեսնում ենք, որ հենց մեր հասարակության մեջ սխալ ընդունելու, իրար հանդուրժելու հետ կապված մեծ խնդիրներ կան, ու եթե մենք փորձենք գոնե իրար հանդուրժել, մեր սխալը ընդունելու առաջինը ստեղծված իրավիճակում հենց մեղավորությունը մեր մեջ փնտրել ու գտնել, այդ ժամանակ հասարակությունը ավելի համերաշխ կլիներ։ Պատարակին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը մեկնաբանելով անառակ որդու մասին առակը խորհուրդ տվեց ազատությունը չշփոթել անկարգության հետ։ Զավակներին եւ ծնողներին հիշեցրեց Քրիստոսի խաչելությունը դարձավ քրիստոնյաների որպես Աստծո զավակների փրկագինը եւ խնդրեց Պահքը դարձնել զղջումի եւ դարձի ճանապարհի սկիզբ։ Մեծ Պահքի կիրակիների շղթայում հաջորդը կնշվի տնտեսի կիրակին։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։